դատարան, դատավարության արգելի մասնակիցներ, ըստ էության այն միջնորդությունը, որը ներկայացնում եմ, այլևս Հայաստանի Հանրապետության 9-րդ գումարման ազգային ժողովի падգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը վերացնելուն է վերաբերում։ Մենք շատ լրացուցիչ հիմքեր եւ հիմնավորումներ ներկայացնելու պարտականություն որպես այդպեսին չունենք։ Ավելին, գտնում եմ, որ հանրային իշխանության մարմնի, այսպես ասած, ներկայացուցիչները, իրենից թե դատախազության, թե նաև դատարանի, հենց իրենք պետք է նախաձեռնեն նշված հարցի քննարկումը։ Քանի որ մենք խոսում ենք ի վերջո սահմանադրական դատարանի որոշման, կատարման պահանջի մասին։ Սահմանադրական դատարանի որոշումը ի տարբերություն միգուցե մասնագիտական հանրույթում ընդունված այլ դեպքերի, երբ որոշ մեկնաբանման տեղիք էր տալիս կամ այլ տեսանկյունից գնահատելու հնարավորություն էր ընձեռում, այս դեպքում ամեն ինչ առավել քան հստակ է։ Պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից անձը բացառությամբ սահմանադրության 96-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված դեպքերի չի կարող զրկվել ազատությունից այլ կերպ, քան ազգային ժողովի համաձայնությամբ։ Ավելին, նույն որոշմամբ ուղիղ արձանագրված է իդեպ եզրափակիչ մասում սահմանադրական դատարանի որոշման, այսինքն ամբողջ իրավական դիրքորոշումները ամփոփելու պայմաններում պատվարժան դատարան, սահմանադրական դատարանը ուղիղ արձանագրել էր, որ պատգամավորի կարգավիճակ ձեռք բերելու պահից սկսած անձը չի կարող պահվել անազատության մեջ։ 2026 թվականի հուլիսի 21-ին, իդեպ բնօրինակն է նաև հենց մեր տրամադրության տակ, ես նշվածը կխնդրեմ հնարավորության դեպքում փոխանցվի դատարանին, պատվարժան դատարան խնդրելով, որ վերադարձվի, մենք կից ներկայացրել էինք մեր միջնորդությանը կենտրոնական ընտրական հանձնաժողովի արձանագրությունը, որը վերաբերում է ընտրված ազգային ժողովի падգամավորներ գրանցելու եւ մանդատներ տրամադրելու մասին, որը իդեպ ուժի մեջ է մտնում իր իրավական հետևանքների տեսանկյունից հրապարակման պահից։ Այն կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում ըստ էության հրապարակվել է 2026 թվականի հուլիսի 21-ին։ Եվ այդ պահից սկսած Արթուր Լավրենտի Սարգսյանը ունի սահմանադրական դատարանի 16-19 որոշմամբ օժտված պաշտպանության երաշխիքի ակնկալիք։ Իսկ այդ ակնկալիքի ապահովման պարտականությունը պատվարժան դատարան կրում եք դուք եւ կրկին ուզում եմ նշել, հանրային մեղադրողները եւս պետք է հանդես գային որպես նշված հարցի նախաձեռնողներ։ Կանխատեսելով պատվարժան դատարան հնարավոր այն իրավական դիսկուրսը, քանի որ հենց վերջերս կենտրոնական ընտրական հանձնաժողովում մեկ այլ իրավիճակում նշված հարցի քննարկումը տեղի ունեցավ, թե ի վերջո падգամավորի կարգավիճակ ձեռք բերելը նույնանում է լիազորությունների ստանձնման հետ, թե ոչ։ Արթուր Սարգսյանը որպես ազգային ժողովի 9-րդ գումարման падգամավոր իր լիազորությունները ստանձնելու է օգոստոսի 2-ին ժամը 10:00-ին։ Բայց ինչպես ես նշեցի, սահմանադրական դատարանը խոսում է падգամավորի կարգավիճակ ձեռք բերելու, այլ ոչ թե լիազորություններ ստանձնելու մասին։ Իդեպ դա էլ պատահական չէ, որովհետև նախքան լիազորություններ ստանձնելը պատվարժան դատարան ազգային ժողովի падգամավորի կարգավիճակը ձեռք բերած անձը պետք է ողջամիտ հնարավորություն ունենա նախապատրաստվելու այդ լիազորությունների ստանձնման։ Խոսքը գնում է խմբակցության կազմավորման մասին։ Խոսքը գնում է խմբակցության կանոնադրության հաստատման մասին, ընթացիկ հարցերի նախապատրաստման մասին, ազգային ժողովի առաջին նստաշրջանի առաջին նիստի հարցերի քննարկման մասին, մարտավարության մշակման մասին եւ ամենակարևորը ներկայացուցչական մանդատի իրացման մասին։ Ես ուզում եմ հստակ ընդգծել, որ այլևս Արթուր Լավրենտի Սարգսյանը այս դատական նիստերի դահլիճում գտնվում է իր անձեռմխելիությունը չհաղթահարված անձի կարգավիճակում։ Այո, ունի դատավարական կարգավիճակ մեղադրյալը, բայց այլևս 9-րդ գումարման ազգային ժողովում վերջինս օժտված է լինելու ներկայացուցչական մանդատով։ Որոշակի իմաստով ներկայացնելով դատական նիստերի դահլիճում գտնվող բոլորի, լինի դա պաշտպանության կողմը, լինի դա մեղադրանքի կողմը, լինի դա դատարանը, լինի դա նիստերի քարտուղարը, թե կարգադրիչները։ Հենց նաև այդ իմաստով է, որ սահմանադրական դատարանը լրացուցիչ երաշխիք է պահանջում եւ ակնկալում այդ կարգավիճակը ստացած անձի դեպքում։ Բայց անդրադառնալով այս հարցի բանավեճը սպառելու անհրաժեշտությանը,
2024 թվականի մայիսի 14-ին Վճռաբեկ դատարանը իր նախադեպային որոշմամբ, որի համարը քիչ առաջ ես վկայակոչեցի եւ գործընկերները կարող են պարզապես դատալեքս տեղեկատվական համակարգով նշվածը հավաստել։ Խոսքը գնում է 15-րդ կետում իրավական դիրքորոշման մասին։ Վճռաբեկ դատարանը գտնում է, որ իդեպ համանման իրավիճակում Արթուր Սարգսյանն էլ էր գտնվել 2021 թվականին, ինչպես Մխիթար Զաքարյանը, 2021 թվականի հուլիսի 22-ին падգամավորի կարգավիճակ ձեռք բերելու փաստի ուժով ենթակա է եղել ազատ արձակման։ 2021 թվականի այս վկայականից ովքեր որ ունեցել են այնտեղ գրված է եղել տրվել է 2021 թվականի հուլիսի 22-ին։ Այս անգամ այն տրված է հուլիսի 21-ին։ Օգոստոսի 2-ը, ինչպես 2021 թվականին լիազորությունների ստանձնման օրն է հանդիսացել, այդպես էլ 2026 թվականին լիազորությունների ստանձնման օրն է հանդիսանում։ Բայց նաև բացառելով հնարավոր որևէ այլևս բանավեճ, կարող եմ նաև բացահայտել, որ կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքում հրապարակված է նաև որոշում, որով անձի անձնական ազատության սահմանափակման վերաբերյալ միջնորդությունը դատախազության կողմից ներկայացված վերադարձվել էր այն հիմքով, որ անձը ստացել է падգամավորի կարգավիճակ եւ սահմանադրական դատարանի 16-19 որոշման ուժով իրավասու մարմինը չի հանդիսանում կենտրոնական ընտրական հանձնաժողովը, այլ հանդիսանում է ազգային ժողովը, այնպես, ինչպես այլևս Արթուր Սարգսյանի դեպքում է։ Պատվարժան դատարան հատուկ առանձին անդրադարձ կարծում եմ կարիք չկա անելու տնային կալանքի եւ կալանքի իրավական տեսանկյունից համարժեքությանը, կարծում եմ այստեղ մենք բանավեճ չունենք, ի վերջո կա նաեւ սահմանադրական դատարանի որոշումը նշվածի վերաբերյալ 1798-ը, ըստ էության նաև կա մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումները, հետևաբար գտնում եմ նշված հարցը եւս որպես այդպիսին սպառված։ Խնդրում եմ պատվարժան դատարան ներկայացված հիմքերից, հիմնավորումներից ելնելով, սահմանադրական դատարանի 2021 թվականի դեկտեմբերի 7-ի 16-19 որոշման հստակ իրավական դիրքորոշումներից ելնելով նաև Վճռաբեկ դատարանի 2024 թվականի մայիսի 14-ի որոշումից ելնելով, ղեկավարվելով նաև կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումից, հաշվի առնելով հենց նաև արձանագրությունը կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2026 թվականի հուլիսի 21-ի, վկայականը, որը տրվել է Արթուր Լավրենտի Սարգսյանին ազգային ժողովի падգամավորի կարգավիճակը հավաստելու տեսանկյունից, այս ամբողջը հաշվի առնելով խնդրում եմ անհապաղ այս հանգամանքը պատահական չեմ նշում, որովհետև ըստ էության անհապաղության հարցը առաջացել է 2026 թվականի հուլիսի 21-ից։ Օբյեկտիվ իրականության մեջ այդպես։ Անհապաղ վերացնել Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ կիրառված տնային կալանքը որպես խափանման միջոց, միաժամանակ զուգահեռաբար պատվարժան դատարան իհարկե նշվածը ձեր որպես այլևս վարույթ իրականացնող մարմնի հայեցողության տիրույթում է, այս հանգամանքը գտնում եմ, որ այլևս սահմանադրական դատարանի որոշման ուժով անմիջականորեն գործող երաշխիք է։ Այստեղ ես հայեցողական լիազորություն չեմ տեսնում։ Բայց պատվարժան դատարան գտնում եմ, որ գրավի հետ կապված եւս կարող էր դատարանը նաեւ անդրադարձ կատարել դրան, ընդհանուր մինչեւ վերացնելով կիրառված գրավը ընդհանրապես կամ չափը նվազեցնել։ Ելնելով նաեւ ընդհանրապես այս ողջ ժամանակահատվածում Արթուր Լավրենտի Սարգսյանի դրսևորած վարքագծի հանգամանքներից ելնելով։ Այսքաններ պատվարժան դատարան, շնորհակալ եմ։ Ընդհանրապես